Երևանում են Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքասարակության ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են Օրբելի ֆորում 2025-ին, կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն խորագիրը կրող երկօրյա համաժողովին։ Միջոցառմանը մասնակցում են մի շարք այլ երկրներից փորձագետներ ևս։ Անկախության առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք, ֆորումին վարչապետն է ընդգծել, հավելել, անկախությանը նախորդող շրջանում էլ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բնորոշող գործոնը եղել է կոնֆլիկտը։ Վարչապետի խոսքով քաղաքական առումով կոնֆլիկտը լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ այն միանգամից լուծել։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները մոտ ժամանակներում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան, տեղեկացրել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Փաշինյանն ակնկալում է Էրդողանի մասնակցությունը հաջորդ տարի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, նշել, որ հրավերը փոխանցել է Թուրքիա կատարած այցի ընթացքում, չի կարող մեկնաբանել Էրդողանի Հայաստան այցի հնարավորությունը, բայց հույս ունի, որ վերջինս կընդունի հրավերը։ Հեցի ընթացիկ խնայողություններից 6.5 միլիոն դոլար ուղղվեց վարկային պարտավորությունների վաղաժամկետ մաժմանը։ Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է ֆեյսբուքյան էջում տեղեկացրել։